Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, մեր նախորդ զրույցի ժամանակ, որը 3 ամիս առաջ էր, դուք կետերով նշեցիք, թե ինչ սխալներ են անում ընդդիմադիր առանցքային ուժերը ընտրապայքարին մասնակցող, համոզմունք հայտնեցիք, որ նաև Նիկոլ Փաշինյանին պետք է հաղթել մինչև հունիսի 7-ը։ Այժմ, երբ քարոզարշավն արդեն կիսվել է, ինչպես է գնահատում ընդդիմության գործողությունները, արդյոք վերջիններս այս ընթացքում իրենց սխալներից հետևություններ արեցին։ Նայեք, մինչև այդ հարցին անդրադառնալը նշենք նախընտրությունների կարևորությունը։ Շատերին թվում է, որ սա ներհայաստանյան գործընթաց է, որտեղ պայքարում են ընդդիմություն, իշխանություն, կամ ընտրության մասնակից ուժեր, հասկանալի է, բացի իշխող քաղաքական ուժից բոլորը ընդդիմադիր են, եւ իշխող քաղաքական ուժերի միջև պայքար է ընթանում, ձախ, աջ, ինչ որ տես բաներ, չէ, այդպեսի պայքար չի ընթանում։ Սա աշխարհաքաղաքական գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մի կողմը հավաքական արևմուտքն է, Եվրոմիություն, Բրիտանիա, նրանց հետ դաշնակցած, բայց ոչ արևմուտքի մաս հանդիսացող Թուրքիա եւ նրա շարունակություն Ադրբեջան եւ Միացյալ Նահանգներ, որի պետքարտուղարը վաղը գալիս է Հայաստան, որը ընկալվում է որպես աջակցություն իշխող քաղաքական ուժի։ Անդրադառնանք այցի մանրամասներին։ Մյուս կողմը ռուսական կողմն է, ինչ ոչափով իրանական կողմը։ Այսինքն սա պետք է հասկանանք։ Նախորդ 35 տարվա ընթացքում շատ են մեր մոտ ազգային ժողովի, նախագահի, ասենք ընտրություններ եղել, որոնք ճիշտ է շատ կեղծվել են, բայց այս այսչափ ճակատագրական չէ, որովհետև իշխող քաղաքական ուժերը իմաստային կամ բովանդակային տեսակետից առաջարկում են այնպիսի ապագա տեսլականներ, որոնք իրարից 180 աստիճանով տարբերվում են, ոչ բոլորը, մի քանիսը, որին կանդրադառնանք, բայց որոշ դեպքերում այդ տեսլականը այնպիսին է, որ Հայաստանի ժողովուրդը փաստացի որպես ինքնություն դադարում է գոյություն ունենալ, դրա համար ենք նշում։ Սա աշխարհաքաղաքական գործընթաց է, ինչու նաև այս կամ այն ուժի հաղթանակի դեպքում աշխարհաքաղաքական մյուս կենտրոնը հեռացվում է, անկախ ով ինչ է ասում, հեռացվում է Հայաստանից։ Այդ ուժերը պայքարում են ռազմական ձևով Ուկրաինայում, այդ ուժերը քաղաքական ձևով պայքարում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ դրա համար մենք նշում ենք այս ընտրությունները հայ ժողովրդի համար դա սար դարապատի ճակատամարտի իմաստ ունի, Ռուսաստանի համար դա Ստալինգրադյան ճակատամարտ է, որովհետև պարտվելու դեպքում, իսկ հայտնի է իշխող քաղաքական ուժի, ասենք վերարտադրվելու դեպքում, անկախ նրանից ինչ են խոսում այսօր իշխող քաղաքական ուժը, չմոռանանք Արցախ Հայաստանի է վերջ, իսկ հիմա Մասիսն է դուրս բերվում, այդ քաղաքական ուժը դուրս է գալու, ոչ թե որ Հայաստանի իշխող քաղաքական ուժն է ուզում, նրանք իրանցից ոչինչ, ասենք, ուզելուց կախված չէ, որովհետև նրանք գործիք են արևմուտքի ձեռքին այստեղից ռուսական ազդեցություն հանելու համար նշել ենք։ Դա Արցախի հարցն էր, որ փակվեց, Միջանցքն է Զանգեզուրի, որը արդեն վերջանում է, տրամադրվել են ու արդեն համարյա վերջանում է, վերջին բան է ասել, եւ ռուսական ռազմաքաղաքական ներկայացության չեզոքացում է, որ հունիսյոթին կորոշի։ Սա փաստում ենք։ Սա Ռուսաստան արևմուտք պայքարի հարցն է, սա Հայաստանի տարածքում որոշվելու այս ընտրության արդյունքով։ Այո, ով հաղթողին ամեն ինչ, պարտվողը հեռանում է ընդհանրապես։ Սա մեկ։ Երկրորդ, ուժերը, որոնք որ մասնակցում են, ինչ որ չափով որոշակի հաջողություններ ունեցան ընդդիմադիր հիմնական 3 ուժերի, ինչ են այս պայդրությամբ ինչ ուժ ինչ է առաջարկում։ Ես բոլորի վրա չեմ կանգնելու իհարկե, որովհետև դեմաշ չունի, բայց կառաջարկեն կներկայացնեմ այն ուժերը, որոնք բովանդակային կամ իմաստ տալիս տեսակետից տեսլական է ներկայացնում, անկախ նրանից դուք դա հավանում եք, նկատի ունեմ հասարակությունը թե չի հավանում, բայց այդ տեսլականները կան։ Եվ անցողիկ շեմը հաղթահարելու իրական հնարավորություն ունեն, թեկուզ թե այս պահին մոտ չեն անգամ։ Այստեղ մի քիչ ուրիշ հարց կա, տեսլական առաջարկել եւ անցողիկ շեմը անցնելը դա մի քիչ ուրիշ է։ Կարող է տեսլական չառաջարկի, բայց անցնի, տեսլական առաջարկի, բայց չանցնի։ Այդ առանձնահատկությունը կա։ Նայեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինքը առաջարկում է մի տեսլական։ Լինենք այս սահմանների մեջ գլուխներս կախ, ոչ մեկին ոչի բան չասենք, դառնանք ընդհանրապես մի հատ ասֆալտի ազգային լրիվ դնենք մի կողմ, համարենք դա մարգինալություն է, ոնց որ գլոբալիստերի ազդեցության տակ, մենք դառնում ենք արևմուտքի կցորդը, այստեղ վերացում են ընդհանրապես մի հատ ճանապարհի ենք դառնում, որը որ արևելքից արևմուտք է գնալու, ոչ թե հյուսիսից արև, արևմուտքից արևուլ գնալու է արևմտյան
ջուր, հա, պայմանական ասած բեռնատարները, որը կենտրոնական այսից բեռը հումքը վերստելու են, էլի գան Հայաստանի տարածքով անցնեն, դրա համար Հայաստանի տարածքում պետք է ընդամենը լինի, հա, ռեստորաններ, հյուրանոցներ, իրանց սպասարկեն, գինոֆեստիվալ եւ այլն, եւ այսպես յոլա գնանք մեջավ ադրբեջանցիները եւ թուրքերը տնենք ինչ են անելու, ոնց են կամաց յուրացնելու ոչ ռազմական ձևով այս տարածքը, գոյատևենք։ Չեն էլ թաքցնում այս ծրագրերը իրենք։ Հա, սա իրանց դա, սա տեսլական է, հիմա դուր է գալի, դուր չի գալի, դա նշանակություն, մեկ տեսլական։ Երկրորդ, այսինքն մենք ոչ միայն սուբյեկտ չենք դառնալու, մենք անգամ օբյեկտ չենք գնում, մենք ասֆալտի ճանապարհ ենք դառնում։ Դրանց հակադարձող այդ քաղաքական ուժին հակադարձող հիմնական անդիմադիր ուժերը ուժեղ Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, որոնցից երկուսը առնվազն կողմ են գոնե օբյեկտ լինելու ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները, որովհետեւ ուժեղ Հայաստանի ղեկավարներից մեկը Նարեկ Կարապետյանն իր հարցազրույցում ասաց, մենք հարևանների նկատմամբ տարածքային վեճը չունենք, այս տարածքում կդնենք աշխատատեղեր, հասկանալի 300,000 չի լինի, նու ասենք կարող է 50,000 աշխատատեղ բերեն բացենք, ինչ որ եկեղեցու նկատմամբ հալածանք չի լինի, ամեն դեպքում ազգային, թեկուզ գործող իրողությունները ընդունում են, բայց ազգային ուղղվածությամբ։ Ազգայինից ես մնում ենք, միջև օբյեկտ ենք լինում, էլի, նենց ինչ որ հայտ չենք ներկայացնում, ինչ որ կողքի բաներ հետ, Արցախի հարցը փակ է, մոտակա 100 տարում մենք չենք պատկերացնում, ինչպես ուրեմն դա կարելի անել, ինչ որ վերադարձ կազմակերպել եւ այլն, գոնե sense ինչ որ յոլա գնանք, ասենք, գոնե օբյեկտ մնանք, պապանենք, գոնե օբյեկտից ադրբեջանցիներին չթողենք, արգելենք, ինչպես նշեցին, հա, իրենց ղեկավարներ ադրբեջանցիներ Հայաստանում գույք ունենան, գոնե պապանեն օբյեկտիվությունը, մեկը տեսանք իրադարձությունն այնպես կարող է զարգանալ, մի 100 տարի հետո կարող է սուբյեկտ դառնաս կամ չդառնաս, բայց գոնե չես իշտում ավելի ցածր մակարդակի ոնց որ ԿՊ-ն։ Նույնը դե Բարգավաճ Հայաստանն է ասում։ Ի տարբերություն նրանց, ասենք Հայաստան դաշինքը մի քիչ նշում է, որ հա ուժեղ դաշնակցի, ուժեղ բանակի ներկայությամբ, ասենք արկայությամբ եւ Արցախի հնարավոր վերադարձի արցախայության վերադարձը կազմակերպելու հնարավոր այս կամ այն տարբերակով կազմակերպելու իսկ դա հավատացնում շատ ավելի հեշտ է Արցախ ազատել, քան այս դրությամբ, բայց դե իշխանափոխություն անել։ Իրավիճակներն են փոխել, բայց դա ուրիշ հարց է։ Դա կթողենք այդ ընտրությունից հետո կանդրադառնանք։ Ահա գոնե ասենք ինչ որ այտենց հզորությամբ Ռուսաստանի դաշնակցած, բայց իհարկե թերի է, որ Իրանը չեն ընկալում, այլ մեկ դաշնակիցն են, բայց ամեն դեպքում դեպի սուբյեկտ են ձգտում լինել, ոչ թե մնալ օբյեկտ, ինչպես իրենց դաշնակից երկու դաշնակից ընկերները ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստան, այլ դառնան սուբյեկտ, այսինքն սա էլ է տեսլական։ Եվ մյուս բան ուժը, որ տեսլական է առաջարկում, դա էլի ազգային ժողովրդավարական բևեռն է, որը նշում է, որ Միացյալ Նահանգների հետ դաշնակցելով մենք պետք է կառուցենք Հայաստանը Քուր-Արաքսից մինչև Վուդրո Վիլսոնի սահմանը։ Հասկանալի է, որ հիմա դա ասում չի նշանակում հունիսի 7-ին, եթե իրանք ասենք պայմանական դառան իշխանություն, չնայած իշխանություն չեն դառնալ, իշխող քաղաքական ուժ, բայց ասենք եթե դառան չի նշանակում հաջորդ օրը թուրը վերստելու են վազեն կարծնու, չգիտեմ, Վան ու Կարինը ազատագրեն, դա հիմարություն իհարկե, բայց նրանք ասում են մեր տեսլականը դա է, այսինքն մենք տեսնում ենք ուր ենք ձգտելու, մենք ուր ենք գնալու, լավ չեն ներկայացնում, դա իդեպ ասեմ շատ վատ է ներկայացնում որոշ դեպքերով, այդ իրանց դաշնակ ԱՄՆ դաշնակից լինել եւ ազգային պետություն լինել, այսինքն երկուսի այդ համադրությունը դրանք հաջող տեխնոլոգիապես տեսակետից հաջող չեն ներկայացնում, բայց դա նույնպես տեսլական է։ Ահա այս տեսլականներն են, որ կան բովանդական տեսակետից։ Իդեպ ասեմ, այս ԱԺԲ-ի տեսլական ներկայացնելը դա դեռևս չի նշանակում, որ նա 4% կհաղթարի, կարող է ընտրության մասնակից մի 2-3 այլ ուժ, որոնք այս պայդրությամբ ինչ որ տեսլական չեն ներկայացնում, բայց տոտալ կամ ագրեսիվ քարոզություն են իրականացնում, ագրեսիվ դրական իմաստով ոչ բացասական։ Նրանք կարող են անցնել։ Ահա այդ ուժերի ընդհանուր ուրեմն տեսլականները։ Հիմա ինչ հաջողվեց։ Իսկ Արման Թաթոյանի ուժը ինչ տեսլական է առաջարկում, քանի որ նա էլ է առանցքային ընդդիմադիր ուժերից մեկը համարվում համենայն Չէ, չգիտեմ ինչքանով են ով է նրան համարում առանցքային ընդդիմադիր ուժերից մեկը, նրա ինչ որ տեսլական արդարությունը գալիս է։ Հիմա այդ ինչ է, այդ արդարությունը ինչ է, այսինքն Հայաստանի տեխնացուն նշում է։ Հա, էլի, բայց ինչ բան է, էլի, ասենք արդարությունը գալիս է, ինչ ես հասկանում ասելով, այսինքն դատարանները արդար են լինելու, դատարանները արդար լինելը դա չի նշանակում որ դու սուբյեկտ ես։ Կարող է ԿՊ-ի դեպքում, երբ որ դու ասֆալտի ճանապարհ ես դառնում, այնտեղ էլ են դատարանները շատ են, կարող է լինեն արդար։ Արդարությունը դեղել է կա, բայց դու սուբյեկտ չես։ Դու ինչ ես առաջարկում սուբյեկտ լինելու, այս ուժերը իրանք առաջարկում են։ ԿՊ-ն առաջարկում ենք
օբյեկտ չենք լինելու, էլ չեմ ասում սուբյեկտ է, երկու ուժեր ասում մենք օբյեկտ ենք մնում, բան Հայաստան դաշինք ասում է ձգտում են սուբյեկտի, ազգային ժողովրդավարական դաշինք ասում է ձգտում են սուբյեկտ լինելու, այսինքն մեծ իմաստով Հայաստան դաշինքը եւ որ ասում է ռուսների աջակցությամբ ես ուզում եմ սուբյեկտ լինել եւ ազգային ժողովրդավարական բևեռը որ ասում է Ամերիկայի աջակցությամբ ես ուզում եմ սուբյեկտ լինել, իրական եթե ընտրական գործընթաց գնալ, այս երկուսը պետք է որ իրար հետ հիմնական մրցակցային գործընթացում ասենք հա ձայները բաշխվեն, բայց Հայաստանը մի քիչ ուրիշ է։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք, մյուս ուժերին, կգնանք, որ եթե ասենք տեսլական չի առաջարկում հասկանալի, դա չի նշանակում, որ ինքը կարող է չանցնի, ինքը կարող է անցնի։ Կամ օրինակներ ունեցել ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Եվ համեմատել պետք է որ ժամանակ շատ է կեղծիք եղել, մենք իրական չգիտենք ով է անցել, ով իրական չի անցել, որտեղ նկարվել, ում են անցկացրել։ Հիմա ԱԺԲ-ն այսպես չեն կարող ասել կանցնի թե չի անցնի կամ ասենք Արման Թաթոյանը կասի թե չի անցնի։ Մեկը ունի տեսլական, մյուսը հասկանալի, ընկալելի, տեսանելի, շոշափելի, մյուսը չունի, բայց դա ոչինչ չի բխում։ Մնացած ուժերը ընդհանրապես քննարկել պետք չի, որտեղ մնացած ուժերի մեկ է Վարդան Ղուկասյան, տեսեք, հա, դոկ կուսակցությունը հիմա կարող է կողմնակիցները շատ լինեն, ինքն էլ անցնի 4%-ը, որտեղ խնդիր ունի, ինքը այդպես էլ բանտից դուրս չեկավ, իսկ առանց իր մասնակցության հնարավոր կլինի 4%-ը հաղթահարել, քանի որ Կորիզը իր ելույթներն են, իր խոսքն։ Դե ինքը ասենք ոնց որ էկրանի հետևից խոսում է, բայց իրեն ընտրազանգված այնպեսին է, որ կցանկանար իրան հենց էկրանում տեսնել խոսելուց, ոնց որ միջև փետրվարի ասենք իր կալանավորումն էր, էլի։ Ուղղակի իր ընտրողները մի քիչ սպეციფიկ ընտրողներ են, իրանք ուզում են տեսնել իրանց ղեկավարին առաջնորդին, հիմա որ չեն տեսնում դա կարող է բացասական ազդել, բայց դա չի նշանակում որ իր կողմնակիցները 4%-ը կարող է չանցնել, կարող է անցնել, որտեղ ինքը բավականաչափ ձայն տարավ փետրվարին բավական հիմնական մրցակցությունը հələ որ չէին կալանավորել իրան։ Իրավ կարող է լինել, ասենք, իշխող քաղաքական ուժի միջև, բայց իրավիճակները փոխվեցին։ Մի պահ անգամ Հայաստան դաշինքին էր անցել դեռև Սամվել Կարապետյանի ուժն էլ չկար։ Հա, ինքը բավական աջող, բայց քանի որ իրան կալանավորեցին, հետո Նիկոլ Փաշինյանը տրազանգվածի մի զգալիմաց գնաց իր մոտ, հետո եկա Սամվել Կարապետյանը, հետո տրազանգվածը գնաց Կարապետյան մոտ, իր մոտ պակասեց, այնպես որ կարող անցնի, կարողա չէ, ասենք ինքը շեմի համար պայքարող այդ գծի մոտ է կանգնած, հիմա ինչ ակտիվությամբ իր կոնկրետ իր ընտրազանգվածը կգնա ընտրությունների, այդ ուրեմն ինքը այդ ակտիվությամբ էլ կանցնի կամ չի անցնի, այսինքն իրանը կախված է զուտ իր ընտրազանգվածի մաքսիմալ մասնակցություն ընտրությունից, արդեն դա է իր գործը։ Իսկ ընդդիմությունը իր սխալներից դասեր քաղեց, որի մնացածների մասին չեն խոսում, որովհետև մնացածների մասին ընդհանրապես խորհուրդ կտամ ընդհանրապես չքննարկել, որովհետև դա ավելորդ ձայների փոշիացման գործընթաց է, հա, քվեարկել այս կամ այն ուժին, դա ուղղակի անիմաստ է։ Քվեարկել ուժին գիտես որ չի անցնելու, այդ ուժը գնալու է անուղղակի ավելավա գնացեք այս իմ թվակած ուժերից, որին ուզում եք ձայն տվեք, գիտեք որ դա ձայնը չի կուրելու, ասենք շանսերը կա որ անցնելու են։ Հիմա ինչ վերաբերում է մեր նախորդ ուրեմն հարցին, որ 3 ամիս առաջ ասել է որ պետք է մինչև հունիսի 7-ը իրականացնել, այստեղ շատ կարևոր գործընթաց տեղ ունեցավ, մոտավորապես 1 շաբաթ առաջ տեղի ունեցավ ընտրական գործընթացի մեջ ամենակարևոր պահը, որն էր դա, նայեք, իշխող քաղաքական ուժը անցյալ տարի օգոստոսից, երբ որ նախաստորագրեց այդ խաղաղության պայմանագիրը եւ այլն, մինչեւ այս պահին առաջատարում մի թես։ Ես խաղաղություն եմ, այն երրակը հայտնի, նա պատերազմ է։ Իհարկե դա ասենք որ հիմարություն է, զուտ բան տրամաբանական տեսակետից, այն որ ինքը օգտագործում է, դա իր գործն է, դա ճիշտ է օգտագործում։ Ես այդ թեզն եմ ասում, որ թեզին հավատացողները ու քանի պատերազմ ա եղել, դա լավագույնս տալիս է այդ հարցի պատասխանը։ Չէ, հարցը դա չի։ Տեսեք, իշխող քաղաքական ուժը ասում է 3 ուժերը ռուսամետ են։ Հիմա պատկերացնում եք 3 ռուսամետ ուժ գալիս է իշխանության եւ Ադրբեջան ասում է հիմա հարձակվել եմ եւ Հայաստանը ռուսամետ ուժին բան է, հա, այնտեղից ինչ որ տարածքել եմ եւ ռուսները, որ Ռուսաստանը, որ իր համար Ստալինգրադյան ճակատամարտի դերն է կատարում այս ընտրությունները, պետք է sense կողքից sense նայի, ասի, հա, պարոն Ալև, մի հատ հարձակվի, մի հատ բանը, տել է, որ ես էլ քո աշխարհագրական, ասենք, հյուսիսում եմ գտնում, մի հատ հարձակվի, դե գրավի, էլի, որ ամբողջ աշխարհասի տեսեք, Հայաստանում ռուսամետ ուժը հաղթեց ու դրա արդյունքում ինքը տարածք կորցրեց, էլի։ Պուտինը ասել դե մա ինչ արեմ, Ալև, ոչ եմ կարող քո դեմ կռիվ անեմ, էլի։ Պրետոմ Ալիևը հաշվի առնենք, որ Ուկրաինա չի, ասենք ինքը արևելքից, արևմուտքից չի կարող, ասենք, հա, այնտեղ աջակցություն ստանալ ռազմական, ռազմատեխնիկական եւ ինքը sense ոնց բանի մեջ է, էլի, սահմանների մեջ է եւ եթե նա փորձի ուղղակի պատերազմել,
չմոռանանք, որ նա դեմ ճշտամաբար է վերաբերվում ոչ միայն Ռուսաստանը, այլև հատկապես Իրանը, եւ չի բացառում, որ երկուսով ուղղակի այդ երկիրը ուղղակի ասած Մասնատեն եւ վերացնեն։ եւ ընդհանրապես գոյություն չունենա այդ երկիրը։ Դրա համար բոլոր այն թեզերը, որոնք որ ասում են, որ կհարձակվի Ադրբեջանը Հայաստանի վրա ռուսամետ ուժերի դեպքում, դա ուղղակի բացարձակ հիմարություն է։ Բայց ամեն դեպքում իշխող քաղաքական ուժը տանում էր թեզը, իր իրավունքն է նախընտրական կամպանիայի մեջ տանել այն թեզը, որը որ չի խախտում օրենքը, դա օրենք չի խախտում, տանում էր այդ թեզը, բայց մի շաբաթ առաջ տեղի ունեցան որոշակի այսպես ակնհայտ տեխնոլոգիական գործընթացներ, երբ որ սկսեցին ուրեմն իշխող քաղաքական ուժի ղեկավարին այսպես փողոցային քարոզարշավի ժամանակ այսպես ընդհարումներ քաղաքացիներ, որից նա հունից դուրս եկավ եւ սկսեց դրսեւորել ոչ adekvat պահվածք եւ արտահայտություններ, հա դու պիտի մեռնես, ինչի դու չես մեռել եւ նման արտահայտություններ, վիրավորանքներ։ Այդ սցենարը խաղաղություն պատերում կոդրեցին։ Դա չի նշանակում, որ երեք ուժերը հիմա իրանց սցենարն ունեն, այսինքն մեկ ուներ իր սցենարը, ԿՊ-ն սրանք չունեն իր սցենարը, ինչ որ չափով Հայաստան դաշինք ուներ, բայց մի շաբաթ առաջ մոտավորապես այս տեխնոլոգիական գործընթացի միջոցով այս սցենարը կոդրեցին։ Իսկ սա էլեկտորալ առումով ԿՊ-ից ցայներ հանելու է։ Այո։ Իսկ ինչ ազդեցություն կունենա դա ձեր կարծիքով։ Նա ասելիքը զրկվեց։ Նա զրկվեց ասելիքից։ Նա գալիս էր ասելիքով, խաղաղություն, պատերազմ, այդ թեման էր տանում, այդ սցենարն է տանում, նրա սցենարը կոդրեցին, հիմա նա զայրացավ, հետո սկսում է իրան էլի ինչ-որ հավաքել, պահել, բայց ինքը էլ նույնը չես կարող ասել, որովհետև դու նույնի ժամանակ դու սենց գնում ես շատ հանգիստ, ուրեմն հա քո թեմաներ առաջ տանում, մեկ էլ քեզ զրկեցին քվեարկությունից մի երկու շաբաթ առաջ քեզ զրկեցին քո ասելիքից։ Հիմա էլի դու նորից գնում ես ու չգիտես ինչ ասես արդեն։ Դու սկսում ես վիրավորել, դու սկսում ես սպառնալ, դու սկսում ես լրտեսներ անել հետո Իրանից սկսել եմ անդադ ԲՀԿ-ին քննադատել, փորձել է ցույց տալ, որ ԲՀԿ-ն էր հիմնական մրցակիցը, անգամ ԲՀԿ երկրորդ տեխնացուին կալանավորեց, նպատակը մեկն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր հակա էլեկտորատից, իսկ ցանկացած քաղաքական գործիչ ունի էլեկտորատ, որը իրան քվեարկելը եւ ունի հակա էլեկտորալ կամ հակա ընտրազանգված, որը ոչ մի դեպքում չի ցանկանում իրան քվեարկել, ուզում է տեսնի։ Այ իրանով կհաղթի եւ գնում է դրա ուղղությամբ, ով իրան կհաղթի։ Վարչապետը փաստորեն անդադ ԲՀԿ-ին եւ Անդրանիկ Թևանյանին կալանավորելով նա ցույց է տալ մի բան, որ ԲՀԿ-ն է հիմնական ընտրազանգվածը, ինչի, որովհետեւ հիմա անկալելի դարձավ, որ ոչ թե Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանն է դառնում, դարձել էր նրա հիմնական ուրեմն մրցակիցը եւ ամբողջ Նիկոլ Փաշինյանի հակընտրազանգվածը գնում է Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա նա ուզում է մեն ճանել, որ գնա ինչ որ չափով նաեւ Գայիկ Ծառուկյանին, հաջողվում է սա։ Չի ասեմ, չէ, էլի Քոչարյանն անցալվում է որպես բան է, անդադ կհաջողեր այն ժամանակ, եթե ԲՀԿ-ն սկսեր պատասխանել շատ նույն ձևի, այսինքն ինքը սկսեր շատ արմատական ձևի, բայց պատասխան տալ, բայց մենք տեսնում ենք, որ Բարգավաճ Հայաստանի ղեկավարը արհամարանքով է պատասխանում, դա ավելի է գրգռում վարչապետին ու այդ սցենարը էլի չի աշխատում, այսինքն ընկալվում է վարչապետի հիմնական մրցակից, ասենք Հայաստան դաշինքի ղեկավարը, անգամ ոչ ուժեղ Հայաստանի ղեկավարը, Հայաստան դաշինքի ղեկավարը։ Իսկ սա նշանակում է, որ ընտրություններում երկրորդ տեղը Հայաստան դաշինքինն է լինելու, թե արդեն մեծ հաշվով ուժը Հայաստանին Հայաստանին է։ Երկրորդին ամենակարևոր բանը։ Այս սցենարը կոդրելուց հետո, երբ որ դու մրցակցի սցենարը կոդրում ես, ինքը անկում է տեղ ունենում իր մոտ, վարկանիշային անկումով գալիս է երկրորդ կարևոր գործոնը հաղթանակի այս երեք ուժերի։ Դա երկու կարևոր գործոնն է։ Առաջին, մասնակցության տոկոսը։ Եթե Երևանում մարզային կենտրոն, խոշոր քաղաքներում, Վանաձոր, Գյումրի եւ բոլոր քաղաքներում եւ հնարավորինս նաեւ խոշոր գյուղական բնակավայրերում այս երեքը, ասենք, չեն թողում, որ ԿՊ-ն այստեղ ինչ որ մասնակցությունը մեծ է լինում, իսկ այստեղ ԿՊ-ի վարկանիշը ցածր է, այսինքն Երևանը եթե 70%, 65-70% մասնակցություն է ապահովում, գոնե այդքան, ցանկալի չի իրատեսական է սա։ Գոնե 60 էլի, ինձ 25-30%-ի դեպքում դա լուրջ չի։ Բավականին ընտրությունների օրինակը ունենք խայտառակացած։ Հա, դա եմ ասում, գոնե եթե բավականին մեծ 55-60% մասնակցություն, ինչքան շատ, լավ, ասենց ասենք, ինչքան շատ մասնակցություն է լինում Երևանում,
եւ քաղաքներում ու խոշոր բնակավայրերում այնքան ԿՊ-ի ձայների թիվը պակասելու է։ Սա աքսիոմա է, սա մեկ գործոն։ Երկրորդ գործոն կարևոր է դառնում ձայն քվեարկության վերահսկողությունը, որովհետեւ չխափնվեք են, որ բաներով ասում են կամերաներով նայում են, մի մոռացեք Ռուբիլնիկը հոսանք իրանց ձեռքն է Որը կարող են 21 թվականի ընտրությունների ժամանակ մենք տեսանք դա։ Այդ ժամանակ Վրաստանը անջատեց։ Հիմա Վրաստանի կարիքը չունեն։ Հիմա Ռուբիլնիկի իրանց ձեռքն է ցանկացած տեղում կարան անջատեն, ինչ են անջատում։ Անջատում են այդ հնարավոր զեղծարարություններ թույլ տալու համար, մասնավորապես կավյատուփեր փոխելու եւ այլ բաներ։ Դա հնարավոր է այսօրվա իրողությունների պայմաններում։ Այո, հնարավոր է, որովհետեւ քվեի վրա կնիք է դրվում, հատուկ ինչ որ նիշ է դրվում։ Կարող է, որովհետեւ մի բան պետք է պարզ լինեք։ Նայեք, արդեն մոտավորապես մի շաբաթ արդեն պարզվել է, չէ՞, հանձնաժողովում ովքեր ընդդիմադիր անդամները։ Այսինքն եւ մամուլում գրում է, որ նրանց վրա սկսել են դուրս գալու աշխատանքներ իրականացնել։ Մամուլը գրում է $4,000 փորձում են գնել հանձնաժողովի անդամներին։ Ուրեմն խորհուրդ Կիրակի օրը քվեարկությունից առաջ, ես չգիտեմ ինչքանով են ձեր հաղորդումները նայելու բանը, ասենք անդիմության այն կողմնակիցները, որոնք ուզում են իշխանության հաղթել եւ որոնք ունեն հանձնաժողովն անդամներ։ Եթե իրանք նայում են, իրանց խորհուրդ եմ տալի Կիրակի օրից մի օր առաջ փոխել հանձնաժողովի բոլոր անդամներին տեղերը, որտեղ արդեն գիտեն ովքեր են այնտեղ լինելու, հնարավոր է նրանց մի մասը առնված լինեն, գնված լինեն։ Սա մեկ։ Երկրորդ, շատ կարևոր է վստահված անձի առկայությունը, վստահված անձը հանձնաժողովի անդամների հավասար լիազորություններ ունի, ինչ որ չափով գրեթե քաղաքական տեսակետից։ Մի երկու հատ լիազորություն կա, որ հանձնաժողովի անդամ ունի, բայց դա այդքանիական չի։ Հիմնական վստահված անձը պետք է լինի վստահված անձ։ Իրապես վստահելի։ Դա իրապես վստահելի անձ լինի, սա մեկ։ Երկրորդ, գերազանց իմանա բան այդ վստահված անձի իրավունքներն ու պարտականությունները, իրավունքները եւ պարտականությունները, լիազորությունները ավելորդ բան չանի, որովհետեւ մի բան իմացեք, ընտրությունների մասնակցում են 19 ուժ, 19 ուժից մի մտածեք, որ բոլոր ընդդիմադիր են, կան ուժեր, որոնց վստահված անձի գալու են ԿՊ-ի համար աշխատելու։ Չնայած նա գրանցված են X կամ Y ընդդիմադիր ուժի կողմից, սա ֆիքսեք, նրանք գալիս են մեկ կոլեկտիվով աշխատելու քո դեմ, իրանց նպատակն է սադրանք անել, քեզ հանել տեղամասից եւ այլն։ Իդեպ նաեւ էլ զգուշացնեմ, քանի որ ընտրական հանձնաժողովները քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք եւ պատիվ ունեմներն են ձևավորում, ապա այստեղ պաստորեն պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը ու պետք է լսեն եւ հաշվի առնեն, եթե հանձնաժողովի իրենց անդամը, որին նշանակել են Պողոս Պողոսյանին, պետք է գնա այս ընտրատարածքի 15-րդ ընտրական տեղամասին, ասում է, որ հա Կիրակի առավոտը կամ շաբաթի գունասմա գիտեք, ես հիվանդացա, չեմ կարող գնամ, ասենք, չգիտեմ, լուծ կպական, ինչ-որ գլխացավ ունեց, եմացինք արդեն գրվում է, վաճառված է։ Այդ ընտրատեղամասի վրա ուշադրությունը ուժեղացնում եք։ Դրա համար եմ ասում, փոխեք։ Փոխելու դեպքում այս մեխանիզմը չի աշխատի պարզապես։ Չի աշխատի, որովհետև իրան առել են ինքս տեղամասու պետք է չփակի, իրան տանում են Մալացիա կամ տանում են Ավան, այնտեղ արդեն իր վրա չեն կարող դուրս գան, այստեղ ուրիշ մարդ է գալի, հանձնաժողովի անդամները, վստահված անձիկ, ելի եմ խորհուրդ տալի ընտրակեղծարարության, ես դրա մասին իհարկե ոչինչ չգիտեմ, թերթում եմ կարդացել, հայկական ժամանակ թերթում, ես լիշ տվել էլի, ուրեմն բան է, այդ ժամանակին, նայեք, վստահված անձիկ, երբ որ գալիս են ժամը 1-ից 2-ը, փոխում եք, այսինքն դու մի քանի խումբ վստահված անձ ես, ես վստահված անձին բան տարար ուրիշ տեղ, այն վստահված անձին փոխեցիր, ես տեղամասից են տեղամասը տարան, կասկածումից իրան հանում ես, իրա փոխան ուրիշ տեղ բերում, վստահված անձիկ շատ կարևոր են, վստահված անձիկ լիազորությունները գերազանց իմացեք, չվերցնեք քվեարկողի անձնական փաստաթղթեր, չնկարեք մատյաններ, ձեզ կարող է սադրանքի ենթարկել, նկարի, վերցու, բան արանայի, ուրեմն փոխեցիր 1-ից 2-ը վստահված անձերին, պարտադիր բոլոր, կայացեն հեռու գյուղերում թողես հիմա ոչինչ են 100 տեղամաս 100 ընտրող ունես գյուղը տոտեմը խոշոր տեղերին է պետք ուշադրություն դարձնել։ Քաղաքներ խոշոր գյուղերում փոխեցիր 1-ից 2-ը, երկրորդ անգամ փոխում ես 8-ից 15-10 պակաս, որ հաշվառ կանեն նոր վստահված անձինք, գալիս են նորերը, որոնց հետ եթե անգամ նախորդին առար, իրան դու չես առել, ինքը գալիս է հաշվելու։ Սա
լսում եմ բոլոր ընտրության մասնակից բոլոր ուժերը, դուք էլ Facebook-ում տարածում եք էլի։ Հա, լսում են, եւ ամենակարևորը հիշեք, եթե տվյալ տեղամասում լույսը անջատվեց, պատահական էլ, անմիջապես գնում ես գրկում ես Կվյատուպը, Հայաստան դաշինքի կամ մյուս ասենք, որոնք ուզում են իրոք իշխանություն, գրում ես Կվյատուպը, որտեղ Կվյատուպը կհանելու է, լույս անջատում են դրա համար, որ կամերան չի տեսնում փոխեն։ Ու հեռախոսդ միացնում ես պրյամոյ այդ ինտերնետ այդ բանը միացնում ես, պահում ես այդ բանի վրա։ Սա այդ տարածքում ինչա կատարվում, որ անմիջապես լինի, որտեղ հիմա իշխող քաղաքական ուժի սցենարը կոտրել են։ Ինքը պարտվել է, որ ասում են մինչև հունիսի 7-ը պետք է ինքը պարտվի, ինքը պարտվել է, ինքը չի կարող այլևս 50+%, եւ մյուս ուժերը, ասենք հանրապետություն կուսակցությունն էլ կարող է պատահի 4%-ը, ասենք անցկացնի, բայց ինքը էլի ԿՊ-ով չի կարողանում անգամ փոշիացող ձևներով հավաքի 52-ը իր միակ խնդիրը վերահսկելի քվեարկություն իրականացնելն է, ընդդիմության խնդիրը քվեարկության վերահսկողությունն է, որպեսզի նա վերահսկելի քվեարկություն չիրականացնի, այսինքն տարբերությունները կան։ Տեղամասերում հիմա եթե մասնակցությունը բարձր եղավ, տեղամասերում քվեարկությունը դու վերահսկեցիր, դու արդեն հաղթած ես։ Սա պետք է իմանալ, դրա համար իրավիճակը արդեն կլինի ընդդիմության վերահսկողության տակ այդ դեպքում։ Հա, որ ասում են մինչև հունիսի 7-ը պետք է հաղթեն, իրանք հաղթել են, ճիշտ է։ Իրանք իրանք սցենարը չեն բան առաջարկել, եթե հաջողվեց 3 ընդդիմադիր ուժերին, նաև ոչ միայն լավ բաներ ասել, հա, չգիտեմ, 300,000 կամ աշխատատեղ, որը հասկանալի հեքիաթ է, ոչ միայն ասել, չգիտեմ, կրթությունը բանը ձրիա լինելու կամ բանակ ուժեղալնելու, այլև նաև ընդհանուր մի հատ տեսլական ներկայացնել, ինչ երկիր ես դու կառուցելու, ինչպես ասենք ԿՊ-ն է ներկայացնում, դու էլ ներկայացնես այն սուբյեկտ հանդիսացող Հայաստանը, դու հաղթել ես, իրանք արդեն հաղթել են։ Մնում է միայն մի բան, հաղթանակը պետքա ձևակերպի, բարձր մասնակցություն, եթե Հայաստանի ժողովուրդը ուզում է իրոք իշխանությունից փոխվել, եւ ընդդիմադիրներ գործը վերահսկելի եւ ամենակարևորը քթի ծակ ունեցող բանը վստահելի անձի արկայություն է, որտեղ կարող է ինքը շատ լավ սովորում է լիազորությունները, բայց քթի ծակ չունի, որ որոշակի բաներ տեսնի։ Ամեն տեղամասում ընտրակեղծարարությունները յուրա լինում են առանձին յուրահատուկ այսպես ձևով բազմազան մեխանիզմներ կան։ Այո, մեխանիզմը չէ, ամեն տեղամաս իր մեխանիզմ ունի, էլի դու ստեղ ես աշխատում, են աշխատում, նաև դիտորդների ինստիտուտն էլ թող բանանեն հսկեն, իմացեք, այս պահի դրությամբ դու հիմա ձեր խնդիրը ընդամենը այդ երկու գործոնը ապահովելն է։ Հետո ունսից հետո ես կասեմ, ասենք ինչ պետք անել, բայց իմացեք ընտրակեղծար եւ ամենակարևոր զգուշ եղեք։ Եթե տեսնում եք, որ ԿՊ-ի ներկայացուցիչը ասենք ազդաժողովի նախագահ եւ ինքը նստած է այն կամերանել կա, որ մատը դնում ես, մատնահետ կա լինում, ընդդիմության վստահված անձը թող գնա կանգնի նայի, այն որ մարդը եկավ այդ ID քարտով, որի վրա պեչատ չես կարա դնես, իսկ դա նշանակում է քեզ կկնակի երակի քարակի քվեարկության հնարավորություն։ Եթե մատը դրես տեսավ այնտեղ ինչ որ ուրիշ դեմք կա, իսկ այդ ID վրա ուրիշ դեմք կա, անմիջապես ֆիքսում եք հանձնաժողովին բան եք անում, եթե արձանագրում եք։ Դա քրեական պատժել է, մարդ չի կարա երկու անգամ բնացած ձևեր, այսինքն ուշադիր եղեք բոլոր տարբերակներում, ուշադիր քթիցակ ունեցեք եւ նայեք հասկացեք ինչա կատարվում եւ այստեղ նաեւ փողոցի կրիմինալի հարցը կա, որը բավականին բացական դերակատար է նախորդ ընտրությունում, երբ որ ասենք այն թաղի լավ տղերքը մի 15-20 հոգով մտնում են տեղամաս, այդ դեպքում չխեղճանակ չխեղճանակ ուղղակի դրա ձև պայքալու ձևերը կա էլի ոչ մի կրիմինալ չի կարա գործի եթե դու դուխով եղավ թողում փախրում են այնտեղ միանգամից էլի եթե խեղճացար վրա են տալի չէ բան է իրանց բան ռադեսանում գնում են այսի պետք է հասկանա փողոցի կրիմինալը ոչ մի բան չի կանի եթե դուք դուխով եղաք այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել որովհետև հիմա հաղթանակը կարող բան իրականացված է իշխող ԿՊ-ի դեմ Եթե այդ երկու գործոնները դու կարող ես ապահովել բարձր մասնակցություն, չեղավ բարձր մասնակցություն, եթե դու անգամ հսկեցիր ընտրական գործընթացը, դու պարտված ես։ Դրանց 20%-ը դառնալու է 50%։ Հա, եթե եղավ բարձր մասնակցություն, բայց դու չվերահսկեցիր քվեարկության եւ ձայների հաշվարկման գործընթացը եւ անմիջապես մի բան, ձայները հաշվեցին այս տեղամասում X-ը ունի այսքան ձայն, Y-ը այսքան, անմիջապես դա հրապարակում է, չես թողում որ գնա ինքը իրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, այնտեղ ուրիշ գործընթացներ էլ կան, էլի։
այդ չանդրադառնանք այնտեղ էլի մարդիկ գիտեն երկրորդ սերվեր եւ այլն, որ լսում են էլի, այդ գործընթացները միջև որ չհրապարակվի, դուք անմիջապես հրապարակում եք այս տեղամասի տվյալները պետք է հեռախոսներն եք միացնում, որ ոնց որ ասում են հեռախոսով քվեարկությունը վերցնում է, պահում է հեռախոսներով բոլոր այդ YouTube ալիքներով բոլորում ցույց եք տալիս, ինչքան կա բոլորը ու այդ դեպքում դուք կհաղթեք։ Պարոն Բադալյան, դուք մշտապես հորդորում եք չհավատալ հրապարակվող սոցհարցումների արդյունքներին, պնդելով, որ իրական սոցհարցումները, որոնք իրականությունն են արտացոլում, դրանք չեն հրապարակվում, ու նախորդ շաբաթվա վերջին երկու տարբեր սոցհարցումներ հրապարակվեցին, մեկը IRI-ի կողմից, Միջազգային հանրապետական ինստիտուտի, մյուսը Ելափի, որը ապացուցում էր ձեր ասածը, մենք մեկը մյուսին հակասող իրավիճակ ունենք։ Մեկով ՔՊ-ն կստանար ձայների 38%-ը, իսկ ընդդիմադիրներից ոչ ոք անգամ անցողիկ շեմը չէր հաղթահարում, իսկ մյուսով արդեն կրկին առաջին տեղներ ՔՊ-ն 28%-ով, բայց այնուամենայնիվ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայներ ստանում, մոտ 41.5%։ Ձեր գնահատմամբ որքանով են այս թվերը արտացոլում իրականությունը եւ այս պահին ինչպիսին է ուժերի իրական դասավորվածությունը։ Խորհուրդ եմ տալի, վստահեցնում եմ։ Երբեք նույնից եմ կրկնում, երբեք չհավատակ հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներին մի հավատացեք դրանց։ Ինչու՞։ Սոցիոլոգիան ինքը կարևորագույն սոցիոլոգիական հարցումները ինքը կարևորագույն գործ է կատարում։ Եթե դա փակ է, դու գիտես դրա արդյունքները, դու գիտես ում ես հանձնարարել։ Գիտես որ նա ուրիշի համար չի աշխատել եւ թվերը ճիշտ է ներկայացնում եւ ոչ թե հեքիաթները պատում։ Ինչի համար են այդպիսի թվեր տպում։ Նայեք, կա տատանվող ընտրազանգված։ Տատանվող ընտրազանգվածը չգիտի ում քվեարկի։ Ինքը նայում է սոցիոլոգիական հարցումներն, ասում է, այսա առաջի տեղն է, հա գրանցրան տան, որովհետեւ լավ ես բան չեմ հասկանում ընտրությունից, բայց դե որ այսքան մարդсан ձենա տալու միզից խելոք էլի գնամ քվեարկեմ։ Այսինքն իրանք տատանվող ընտրազանգվածին անուղակի ուղղորդում են դեպի այս կամ այն ճնշումը։ Այդ ճնշում չէ, իրանք ուղղորդում են դեպի այս կամ այն ուրեմն քաղաքական ուժոկտին։ Իհարկե Իրեն լրիվ բաներ արել, երևի լավ փող են տվել դրան էլ, որ տենց թվեր են նկարել, որովհետև մի քիչ խելքի մոտ պետք է լինել, ասենք որ թիվել ես նկարում, այնց խելքի մոտ նկարի, որ մի քիչ ախր լավ ընդունում ենք Նիկոլ Փաշինյանը առաջի տեղում որոշակի միշտ իշխանություն կազմող ուժը առաջին տեղը բարեցրել է։ Չէ, տենց չի եղել հիմա։ Հայաստանի ընտրությունները կեղծիք բոլոր կեղծված են եղել, այնց որ մի հիմք վերցեք Հայաստան նախորդ տարիներին տասնամյակներում տեղի ունեցած ընտրական գործընթացների արդյունքների վրա նկարվել են։ Եթե նկարվել են, ուրեմն կեղծիք են։ Դա մերը տունելու խնդիր չկա։ Դրա այդ տեխնոլոգիայի դեմ ասում են կա պայքարի մի տեխնոլոգիա խորտ են տալի բոլոր լրատվամիջոցներին, որոնք չեն ուզում որպեսզի սոցիոլոգիական հարցումների միջոցով ուղղորդումներ կատարվի հա տանվող ընտրազանգվածի վրա եւ նրան այս կամ այն քաղաքական ուժի կողմովի, ձեզնից հորինում եք ինչ որ մի հատ լավ սոցիոլոգիական կազմակերպության անուն, չգիտեմ, նրանց հնչեղ լինի էլի կամ հենց գելապ եք վերցնում, հիմա ինչ եղել։ Եվ երկու օրը մեկ ձեր լրատվականներում տալիս եք անտրամաբանական բաներ, խելքի մոտ, բայց մի քիչ ոչ թե եղրի նման, ասենք թվեր, որտեղ տրամաբանություն չկա, ում ուզում եք դնում եք 20%, ում ուզում եք դնում եք 15%, ում ուզում եք 5%, ում եք հա 3 օրը մեկ ուրիշ թվեր եք տպում, այսինքն ողնած սա նպատակը, երբ որ դու 2-3 օրը մեկ ամբողջ տեղեկատվական դաշտում բոլորի միասին թվեր են տալու, մարդկանց բանը խառնվում է, չեն հասցնում մարսել։ Չէ, չեն հասցնում, նրանք չեն հասկանում ով առաջատարը, ով բոլորը միանգամից այդ չէ ու բոլորի այդ ուղղորդումները զրոյացում են։ Իհարկե դա նաև կազդի մյուս ուժերի, որովհետև իրանք չեն կարող սոցիոլոգիան օգտագործել իրենց ուրեմն նպատակով, բայց եթե դուք ուզում եք ջարդեք այդ բաները, ուղղորդումները, մենակ այդ ձևը կա։ Այսինքն մանիպուլյացիով ես դու բան հակազդում։ Դա տարածված տեխնոլոգիա է, դա քրեական պատժելի օրենք չի, դա կարող եք հանգստանել Իսկ ուժերի մասով այս պահին ինչ պատկեր ունենք։ Այս պահին պատկեր ունենք, որ բնականաբար խորհրդային աստում քաղաքացիական պայմանագիրը, խորհրդային աստում ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք Բարգավաճ Հայաստանը ուժը երեքը միասին ավելի շատ են ստանում, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, անգամ փոշիացված ձայների բաների հաշվով, եւ խորհրդանի անցնում X կամ XY ուժեր, այսինքն կարող են անցնել 4%-ով անգամ երկու ուժ, ոչ թե մեկը։ Հա, մեկ կամ երկու ուժ կարող են անցնել, իհարկե շատ փոքրիկ սահմանով, բայց հնարավոր է որ նրանք անցնեն։ Հնարավոր է որ չանցնեն։
Բայց այս պայդրությամբ կարող են ասել, էլ հիմա չեմ կարող ասել այս պայդրությամբ այ որ ուժը կլինի, բայց կան մի քանի ուժ նշեցի, որոնք որ 4-ին մի քիչ մոտիկ կանգնած են ու հավանականություն կա, որ կարողա Պալեստան անցնեն, կարողա չանցնեն, մի քիչ դժվար է այս պայդրությամբ ասել։ Բայց առաջին 4-ինը հստակ է, երեք ընդդիմադիր խոշորներն է, որովհետև Հայաստան դաշինքի մասով տևական ժամանակ որոշակի տրամադրություններ էր գեներացվում հանրության շրջանում, որ Շեմը չի հաղթահարելու այս ուժը։ Բայց լավ էլ հաղթահարումը, բավական լավ է հաղթահարումը։ Լավ հաղթարումը, որտեվ ինքը կարող է հենց ինքը ջարդեց այս բանին ԿՊ-ի ուրեմն պատերազմ խաղաղություն։ Այդ սցենարը, այդ դրա համար կա բան այդ ջղայնացավ ԿՊ-ի ղեկավարը, բայց որպեսզի Հայաստան դաշինքի ղեկավարը չընկալվի հիմնական մրցակիցին, սկսեց Բարգավաճ Հայաստանին բռնել, թե քննադատել են նրա երկրորդ համարին բռնեց, ասում են ինչ-որ լրտեսության մեջ փաստորեն էլի բռնել են Եվ եթե 2 տարի առաջ եղել խեն հիմա հիշել դրա մասին, եթե այդքան վտանգավոր էր գործողությունը։ Նաև հիշեցին, որ Արարատսեմենտը 35 տարի առաջ սխալ է սեփականաշնորհվել ու բանացին։ Դա նպատակը մեկն է Գայիկ Ծառուկյանին ցույց տալ որպես ԿՊ-ի հիմնական մրցակից, որ ձայները բաժանում տեղ գնա Հայաստան դաշինքից եւ ուժեղ Հայաստանից գնա դեպի Բարգավաճ Հայաստան, այն հույսով որ կարող է Բարգավաճի հետ լեզու գտել ապագա ուրեմն խորհրդարանական ընտրություններից հետո ինչ որ ձևավորվող այս գործընթացում։ Բայց մի բան պետք է առալ, որ ամեն դեպքում անկախ ամեն ինչից հնարավոր են ֆորս մաժորային զարգացումներ, որտեղ այն ինչ որ ես ասեցի, սա ֆիքսում է այս պահի դրությամբ, որ հետո տեսեք 3 ամիս առաջ ես ուրիշ բան եմ ասում, հիմա ֆիքսում ենք այս պահի դրությամբ, այսօր որ հարցադրությամբ տալի այս պահի դրությամբ, որտեղ կարող է մի շաբաթ հետո ուրիշ գործընթաց լինի, տեսեք կարող է վաղը գալիս է այս պաշտոնական տվյալները չհերկված Մարկո Ռուբիոն գալիս է Հայաստան, ինչ որ փաստաթղթեր է ստորագրելու, դա կարող է ազդել ընտրական անպայման դա կազմի ընտրական 28-ին զորահանդես ունեն, դա էլ ազդեցություն կունենա։ Դա կունենա, բայց Մարկո Ռուբիոնը գալի, այսինքն սա նշանակում է, որ Ամերիկան Ռուսաստանին հասկացնում է, որ ես Եվրոմիության հետ միասին պաշտպանելու եմ այս իշխող քաղաքական ուժին, կարած իշխանությունը դու վերցրու, ոնց կարած, ես չեմ տալու, ես հետ չեմ կանգնելու ԿՊ-ին պաշտպանելու իմ ծրագրից եւ ԿՊ-ն դիտարկում եմ որպես այստեղ Ռուսաստանի ազդեցություն դուրս մղելու գործիք, մուրճ դա որով պետքա խփեմ Ռուսաստանի ազդեցությանը, այսինքն ԿՊ որ մուրճ է պատրաստում, հիմա ինքն է դարձել մուրճ։ Հիմա Ռուսաստանն ինքը պետքա որոշի, որովհետեւ ինքը դուրս գալուց հետո ինքը միայն Հայաստանից չի գնում։ Հայաստանում եթե հաջողվում է արևմուտքին պահպանել իրենց իշխանությունը ԿՊ-ի վերարտադրությամբ, իսկ դա չի բացառվում, ասեցի հնարավոր տարբերակներից մեկն է, ապա ամբողջ տարածքը ոչ միայն հարավային Կովկասը, կենտրոնական Ասիան ամբողջովին անցնում է արևմուտքի կողմության տակ, որը օգտագործվելու է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ եւ այդ երկրները քայքայելու թույլատնելու ուղղությամբ։ Սա պետք է ուրեմն հասկանալ։ Իսկ Ռուսաստանն ունի այդ ռեսուրսը դա թույլ չտալու եւ իրեն աջակցող իր գաղափարների կիսող ուժերին Հայաստանում իշխանություն բերելու։ Այդ է Երևա հունիսի 8-ին։ Այս պահին գնահատելը բարդ է։ Չեն ուժ ունի, իրականացնել այդ ուժը թե չէ, այս է ուրիշ հարց։ Ուժ ունի, ռեսուրս ունի։ Աշխատանքի հարցն է։ Կախված է թե դա իրականություն կաշխատացնի 100%-ով, թե չի աշխատացնում, որտեղ իրանք էլ են արդեն հասկանում, որ անկախ թե վարչապետը ինչ ասում, թե ինչ չի ասում, իրան իշխող քաղաքական ուժի հաղթանակի վերարտադրության դեպքում սահմանապահ զորքերը դուրս են գալու, Գյումրի ռազմական բազան դուրս է գալու, երկաթգծի կոնցեսիան վերցվելու են եւ Գազպրոմ Արմենիան ազգայնացվել է ինչպես հեծը։ Հեծը արդեն նույնպես ազգայնացվել է։ Կամենա ՎՏԲ բանկի մետալ կամենա թե չի մնա, ճիշտ ասած իրական չէ։ Այսինքն Հայաստանը դուրս է գալու ԱՊ-ից, Հայաստանը դուրս է գալու ՀԱԲԿ-ից, Հայաստանը դառնում է Եվրոմիության ամբողջովին պլատֆորմ այստեղ, վրացիները անմիջապես թեքվում են դեպի Եվրոմիություն, հարաբերությունները լավացնում են, որովհետև արդեն դժվար կլինի։ Ռուսաստանի կապը դեպի ուրեմն Կասպից ծովով կամ Իրանի հետ կապը թուլանում է եւ բնականաբար լուրջ խնդիրներ են առաջանում։ Եվ այս ամբողջ տարածքը պատկերացեք արդեն ուղղվելու է Ադրբեջանը արդեն սկսում են նայել դեպի արդեն դրա վերաբերյալ հոդվածներ կա, որ ինքը սկսում է Դաղեստանը ներսից քայքայելու գործընթաց իրականացնել, այսինքն կոպիտ ասած պապայ է կանգնում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների համար արևմուտքի աջակցությամբ, բրիտանացիների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ, իսկ դա Ռուսաստանը ներսից քայքայելու գործընթաց է, Ղազախստանին թեքում են դեպի արևմուտքը, տեղեցել Թաթարստան, Բաշկորտոստան Էական ուրեմն խնդիրը ունեմ, այսինքն պատկերացեք Հայաստանում
իշխանության ձևավորման գործընթացը ինչ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, ես չեմ ասում սա լավ է, վատ է, ռուսներին քվեարկեք դեմ, ոնց ուզում եք գնացեք քվեարկեք ներստատիտողներ, թող իրենք որոշեն։ Իսկ հակառակ կողմից էլ, եթե ռուսական կողմն է հաղթում, բնականաբար այստեղ եվրոպական ազդեցությունն է թուլանում, շատ հնարավոր եվրոդիտորդներն են հեռանալու, հնարավոր է Արցախի, եթե եկավ ուրեմն Հայաստան դաշինքը, Արցախի հարցը վերաբացվում է, իսկ վերաբացվելուց հետո հնարավոր զարգացումները շատ կարճ ժամանակ հետո կարող են բերել Արցախի ազատագրմանը եւ այլ գործընթացներ։ Հա, անգամ դա շատ մի կասկածեք շատ փոփոխություններ են տեղ ունենում, էլի։ Պարոն Բադալյան, Չէ, մտածում որ Ասադը 40 տարի, հա, Սիրիայում ղեկավարվող Ասադների այդ կլանը կարող է 15 օրում փլուզվել։ Ամեն ինչ լինում է։ Եվ նախորդ շաբաթ օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մշտապես աչքի էր ընկնում իր հավասարակշռված խոսքով եւ Նիկոլ Փաշինյանի օրինակով խուսափում էր հայհոյանքներից, վիրավորանքներից, ինչը Փաշինյանի դեպքում չէինք կարող ասել, մի քանի անգամ ոչ նորմատիվ բառապաշար կիրառեց եւ օրինակ նույն Նիկոլ Փաշինյանին դիմեց այն բառով, որով Տիգրան Ավինյանի հայրն էր Opel Magnish-ի մեքենաների վարորդներին դիմել եւ արձագանքները ճուշացավ, շատ ավելի կոշտ եղավ։ Ձեր գնահատմամբ որքանով էր տեղին Քոչարյանի այս քայլը, որ ինքը պահականները ագրեսիվ արձագանքեցին, ինչին որում նրանք անգերազանցելի են այդ դաշտում կարճ տեղին էր մտնել նրանց այդ պայքարի մեջ։ Այ հենց դրանով ինքը ցույց տվեց, որ ինքը հիմնական մարտակիցն է եւ ԿՊ-ի Նիկոլ Փաշինյանի հակա ընտրազանգված մեծ մասը բերեց դեպի իրեն։ Երբ որ ԿՊ-ն նույն ձևի ագրեսիվ քննադատեց Ռոբերտ Քոչարյանին, առանց հասկանալու, որ դրանով ինքը ուղղորդում է իր հակա ընտրազանգվածի գնալ դեպի Ռոբերտ Քոչարյանին։ Ինքը հետո հասկացավ ինչ արել, դրա համար սկսեց Գագիկ Ծառուկյանին քննադատել, որպես այս ընտրազանգվածի մասը Փոշմանի գնա Գագիկ Ծառուկյանը մտված ուշեր։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը դարձել է Փաշինյանի գլխավոր մրցակիցը այս պահի դրությամբ առնվազն։ Այո։ Եվ ուզում եմ վերջում նաև Մարկո Ռուբիոյի Հայաստան կատարելի կայցին անդրադառնանք, որը վաղն է տեղի ունենալու, արտգործնախարարությունից սա արդեն հաստատել են, ինչ նպատակով է Ռուբիոն գալիս Հայաստան եւ Թրամփի ուղու մասով ինչ զարգացումներ կարող են ակնկալել։ Մի ժամանակ նշվում էր, որ այս ծրագիրը փակուղի է մտել, բայց Փաշինյանը երեկ էլ որ հայտարարեց, առաջիկայում ակտիվ շինարարական աշխատանքներ տեղի կունենան։ Գալը գնահատվում է որպես բացահայտ աջակցություն իշխող քաղաքական ուժին եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին, միանշանակ սա բացահայտ աջակցություն է։ Մեկ, երկրորդ, սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների ձևավորման գործընթացում Ռուսաստան եւ Ամերիկան ոչինչ չկարողացան պայմանավորվել, այսինքն Մարկո Ռուբիոն ասում է Ռուսաստանին, ես չեմ տալու։ Չէ, զենքով չեմ պաշտպանում, բայց չեմ տալ, կարաս վեկալ։ Կարաս վեկալ իշխանություն, ես չեմ պայման, առևտրի մեջ չեմ մտնում, սա ենք հասկանում։ Երրորդ, այո, ՏՌԻՊ-ը իշխող քաղաքական ուժի աշխատանքի վերարտադրելու դեպքում միանշանակ աշխատելու է, նա փակուղի չի մտել։ Նա լինելու, բայց այդտեղ ուրիշ խնդիր կա։ Իրան-Ամերիկա բանակցային գործընթացը, որը 60 օրով գիտեք, չէ, ես արդեն խոսում եմ բանանելու մասին։ Միացյալ Նահանգները փաստացիորեն Իրանից պարտվեց, չանց երկուսն էլ ասում են, որ իրանք հաղթել են, բայց ամեն դեպքում Իրանի չպարտվելը դա հաղթանակ էր, Ամերիկայի չհաղթելը պարտություն էր, այդպես ենք մենք գնահատում, ինքը Իրանից պարտվեց եւ որոշակիորեն պայմանագրի մեջ ինքը, ասենք, պետք է զիջումների գնա Միացյալ Նահանգները։ Դա չի կարող ՏՌԻՊ-ի վրա աշխատել, տարածվել, որովհետեւ ՏՌԻՊ-ը դա առաջին հերթին հակաիրանական, ուրեմն հակաիրանական ճանապարհ է, բայց իշխող քաղաքական ուժի վերարտադրման դեպքում այո ՏՌԻՊ-ը կաշխատի, կարևոր չէ նա կլինի Միացյալ Նահանգների ազդեցության, թե Միացյալ Նահանգների 74%-ը կարող է վաճառի, ասենք Թուրքիային վաճառի։ Այսինքն դա կաշխատի Թուրքիայի ազդեցության տակ, Թուրքիերը կվերցնեն մեղրին։ Ուղղակի իրանք այդ տարածքը կվերցնեն, այսինքն ՏՌԻՊ-ը այսպես թե այնպես ինքը աշխատելու է։ Դա իրան Եվրոմիության այդքան պետք չի, որովհետև ինքը օգտվում է Բաքու Գյանջա-Թբիլիսի ճանապարհից, սա լինելով հակաիրանական եւ թուրանական ճանապարհ, պետք է Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային։ Դա համար սա կարող աշխատելի դեպ ասեմ, որ իշխանափոխությունից հետո չի բացառվում, որ կարող է Ռուսաստանը փորձի տեր կանգնել ՏՌԻՊ-ին եւ այդ 76%-ը ինքը վերցնի, ինչ որ առևտրի արկա դառնա եւ ինքը վերցնի։ Ամեն դեպքում մի բան պետքա ֆիքսենք։ Այդ ՏՌԻՊ կոչեցյալը զանգերու ճանապարհ չպիտի աշխատի։ Չպետքա լինի ոչ մեկի վերահսկողության տակ։ Ոչ Թուրքիայի, ոչ Ամերիկա, ոչ Ռուսաստան ազդեցությամբ չպետքա լինի, ընդհանրապես չպետքա լինի։ Իսկ դա կարող է լինի մի դեպքում, երբ որ դու ազատում ես Արցախը,
այդ դեպքում տրիպանի իմաստը զրկվում է։ Եվ դրա ռեսուրսը մենք ունենք։ Այո, եւ մնա իսկ հակառակ դեպքում դա հիմա ինչ նշանակություն, ասենք այնտեղ ամերիկացի զինվորա կանգնած, որը Իրանին դեմ է, դեպ որը խնդիրներ կարող առաջարկի եւ կարող է շախիդը մի հատ այդտեղ գա ջարդի էլի, որովհետեւ 2 օր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ռաղբարի գլխավոր խորհրդական Վելաթին նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունը պետք է մի բան հասկանան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ միջանցքային տրամաբանությունը այլևս Հարավային Կովկասում չի աշխատելու եւ մենք ենք որոշելու տեղ ինչ ճանապարհներ աշխատել։ Այսինքն այս պահի դրությամբ ճիշտ է, մենք ասում ենք, որ տրիպ ամեն դեպքում իշխող քաղաքական ուժը փորձելու աշխատացնել, ամեն դեպքում աշխատացնել, բայց Իրանը թույլ չի տալու աշխատացնել, այսինքն դա 100%-ով դեռևս բան չի էլի, որոշված չի լինելու նրա ճակատագիրը, շատ գործոններ կան, որ այս պայմանությամբ մի քիչ բարդացնում են։ Այս պայմանագիրը կկնքվի Միացյալ Նահանգների Իրան դա կազդի տրիպի վրա, Հայաստանի իշխանությունը փոփոխություն ով կլինի վարչապետ, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, թե Նիկոլ Փաշինյան, այսինքն խնդիրները տարբեր են, դրանից է կախված շատ դեպքերում բան տրիպը Արցախ ազատվում է թե չի ազատվում, այսինքն շատ հարցեր կան, որ այդ կախված են տրիպի գոյատևելուց կամ չգոյատևելուց։ Իշխող քաղաքական ուժը դա կփորձի միանշանակ աշխատացնել, կապ չունի ում ղեկավարության, բայց թե ինչ կլինի, դա խիստ բարդ է այս պահի դրությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան։ Խնդրեմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Կհանդիպենք։